բավականություն ստանալը երաժշտությունից ամեն դեպքում սենց պայմաններում շատ դժվար չէ, որտեղ փայլուն երաժշտություն կատարեցինք, բայց ամեն դեպքում եւ այնուամենայնիվ կարծում եմ նման ֆորմատի ներկայացնել կոլեկտիվի համար կարևոր համերգ շատ հատկանշական է եւ կարելի ասել կյանք փոխող իրավիճակ ֆորմատ, որ սիմֆոնիկ նվագախումբը ապացույցն է այն համարձակության, որ կարելի է լինել ակադեմիական ուղղության քարոզող գործիք, բայց նաև կարելի է համարձակ պատկերացնել, որ երիտասարդ ունկնդրին, սերնդին կարելի է ներկայացնել համարձակ բովանդակության պրոյեկտներ եւ այս մեր տոնական հոբելյանական 21-ի համերգ դրա ապացույցներ, որ իսկապես այն է, որ զգում եմ, որ հասարակության մեջ կա շատ մեծ ոգևորություն եւ դա ինձ համար շատ ոգևորիչ է, կարեւոր ու երևի դա ամենակարևոր էմոցիան է, ինչը որ կմնա այս համերգից։ Իսկ գեղեցկական իմաստով կարծում եմ, որ նվագախումբը իսկապես շատ լավ հաղթարեց այդ բազմաժանրային կերպարները մի համերգի ընթացքում, որը որ շատ դժվար է։ Նման մենակատարներով, նման տարբերությամբ տղեգործությունները գեղեցկական կարծում եմ իսկապես դա մեմոց ստացվեց։ Եվ այս ամենը սկսելուց ակնկալում էիք այսպիսի շունդալի ցանկություններ եւ որնա ձեր հաջողությունը բակարկակի։ 20 տարի 2006 թվականին եղավ մեր առաջի բեմելը։ Պատկերացնում ենք, որ կլինի հաջողություն։ Պատկերացնում ենք, որ կարող է լինենք կարևոր հասարակությունում։ Պատկերացնում ենք, որ երազանքը երաժշտի համար շատ կարևոր է, որ մենք որտեղ ենք գնում եւ զգում ենք տարեստարի զգում ենք կարևորությունը, բայց իսկապես 20 տարին շատ կարճ ժամանակացած է նվագախմբի համար, կայացած նվագախմբի համար, որոնի միջազգային կարիերայի համար 20 տարին դա ոչինչ է, որովհետեւ այսօր աշխարհում շատ նվագախմբեր կան, որ շատ լավ են նվագում, բայց ունիկալ նվագախմբեր, որոնք ունեն իրենց ձեռագիրը, կարծում եմ, եթե ինձ դուք հարցնեք ինչն է մեր ամենամեծ ձեռքբերումը 20 տարվա ընթացքում, դա որ մենք ունենք մեր հնչողությունը։ Մեր հնչողությունը դա եթե ինձ հարցնեիք ռետրոսպեկտիվ, եթե հարցնեիք, որ մենք պատկերացնում ենք, ես որ մենք ունենք մեր հնչողությունը, ես կասեմ, որ չէի պատկերացնում։ Դա իսկապես ոնց է հնչում մեր նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը, տեմբրային գույները, հարստությունը, խորությունը եւ տեսակը։ Արդեն ես չեմ խոսում ոճային համարձակ քայլերի հաղթահարումից, այլ ընդհանուր մեր ձայնի որակը, ես կարծում եմ, որ դա մեր համար ամենամեծ ձեռքբերումն է։ Մենակատարը տպավորված է նվագախմբով եւ շատ հուզված ենք մենք, որ տեսացան, որ Լանգը որոշեց, որ պետք է դելսի համերգի երկրորդ հատվածը, որը որ շատ մենակատարներ չեն գնում այդ քայլին եւ շատ իր համարձակությամբ, իր տաղանդով, իր կերպարի բազմաշերտ լինելով շատ լավ քիմիա ստացվեց եւ ունենք մեծ ձեռքբերում, որ աշխարհի լավագույն հայտնի մենակատար այսօր Հայաստանում է, մեր հետ տոնում է մեր նվագախմբի հոբելյանական համերգը եւ եթե խոսանք երաժշտության մասին, բոլոր աշխարհում մենք գիտենք, որ Լանգը Հայաստանում է եւ միասին նվագախմբի հետ այսօր ելույթ ունեցել, դա կարեւոր է հասարակության մեջ, միջազգային հանրությունը, որը որ հետեւում է դասական երաժշտությանը, արդեն իմացան, որ նվագախումբը իր ամբիցիան եւս 2-1 չէ, 2 կամ 3 քայլ բարձրացրեց